Եվ այսպես, ես հիմա պնդում եմ, որ այս հրապարակումները արդեն մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է, հենց այս բառն եմ օգտագործում, հրեշ է, որը 2019 թվականի ապրիլին եւ հունիսին ստացել է կարգավորման պլան, իդեպ չգիտես ինչու ապրիլի պլանը չի հրապարակել, պլան, որը հաստատում է խաղաղություն եւ ապաշրջափակում, միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով եւ նաեւ այն 5 շրջանում, որտեղից պիտի հայկական ուժերը դուրս գային, եւ մենք ստանում ենք խաղաղություն, պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարը եւ Լաչինը։ Բայց նա մերժել է այս պլանը եւ ընդհանրապես բանակցությունները, այդ մերժումով մարտահրավեր են նետել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ ամբողջ միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Եվ ըստ էության նա լեգիտիմացրել է այս մերժումով, բանակցություններից հրաժարումով Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսումը 2020 թվականին։ Արդյունքում նա ներքաշել է մեզ մի պատերազմի մեջ, որում մենք ունեցանք եւ Արցախի ոչնչացումը եւ 5000 մեր զինվորների կյանքի կորուստը եւ ավելի ծանր նաեւ հետևանքներ ունեցանք, մեր պետությունը այսօր այնքան վնասված է եւ այնքան թուլացած է, որ խոսքը գնում է արդեն նրա գոյատևման մասին։